Եթե դուք իմ subscriber-ն եք, ավելի քան 2 տարի, դուք պետք է ճանաչեք Ադրիանային։ Ինքը իմ ամենաառաջին ոնց որ ընկերներից մեկն է եւ մենք իրար հետ հանդիպել ենք Շինջուկուում։ Եկեք տեսնենք թե մենք ինչ ենք անելու։ Hello Ադրիանա։ Եթե դուք ուզում եք ուտել իսկական ճապոնական ծովամթերքներ եւ զգալ ճապոնական մթնոլորտը, ապա Իսոմարու Սուիսանը, որը գտնվում է Շինջուկուում, հենց այն վայրերից մեկն է, որ երկար կմնա ձեր հիշողության մեջ։ Քո աչքի առաջ կրակի վրա խորովում են թարմ ծովամթերքները, լսվում է կրակի ձայնը, օդում տարածվում է ծովի բույրը, իսկ շուրջ բոլորը աղմուկոտ ուրախ մթնոլորտ։ Այնպիսի զգացում է, կարծես ճապոնական ծովափնյա փոքրիկ տնակում լինես։ Այստեղ ամեն ինչ անչափ թարմ է ու համեղ։ Յուրաքանչյուր պատառից զգացվում է ծովի իրական համը։ Ադրիանան իր կյանքի առաջին կրաբի ուղեղն է փորձում, հələ տեսնենք, դուրը կգա թե չէ։ Օյշի դեշո։ Օյշի։ Հաջիմետ։ Հաջիմետ է, հետո հետո կուտունա։ Մթնոլորտը այնքան կենթանի ու ջերմ է, որ պարզապես չես ցանկանա դուրս գալ։ Իսկ ամենահետաքրքիրը, այստեղ կարելի է գալ նույնիսկ ուշ գիշերով, որովհետև շատ մասնաճյուղեր աշխատում են մինչև առավոտ։ Եթե Տոկիոյում ուզում եք ոչ միայն համեղ ուտել, այլ իսկապես զգալ Ճապոնիայի էներգետիկան, ապա այս վայրը հաստատ արժե այցելել։